Նա որ որդիին կհավատա, հավիտենական կյանք ունի, եւ ան որ որդիին չի հնազանդե, կյանքը պիտի չտեսնե, հապա Աստծո բարկությունը անոր վրա պիտի լինի։ Եթե ուշադրություն դարձրեցիք այս նախադասության մեջ, ուղիղ, պարզ, համառոտ գրված է։ Նա որ կհավատա, հավիտենական կյանք ունի, եւ նա որ չի հնազանդվում, կյանքը պիտի չտեսնե, կտրուկ է գրված, կտրուկ։ Եթե դու չունես այդ հնազանդությունը քո մեջ, դու կյանքը չես տեսնում։ Նշանակում է, սիրելիներս, հավատքի առաջի պայմաններից մեկը, ոչ թե առաջինը, այլ նրանցից մեկը, դա հնազանդությունն է։ Այսինքն, եթե ես իմ բերանով ասում եմ, որ հավատում եմ քեզ Տեր Հիսուս, բայց չեմ հնազանդվում Տեր Հիսուսի ասած խոսքին, դա փուչ հավատք է։ Այտենց հավատք ամբողջ այս աշխարհը ում ուզում եք մոտեցեք։ Մենք Պիրյաջիցկի տես լինում է, որ ռուսական խումբը դուրս է գալի, ասենք Մոսկվայի փողոցներում եւ վկայում, ասենք ոնց որ ավետարանչություն են անում, ում հարցնում ես, ասում դու конечно, мы все верим в Бога։ Իրականում բոլորն էլ հավատում են Աստծուն, բայց ի՞նչն է պատճառը, որ չեն կարում հավատքի մեջ հաստատվեն, որովհետեւ ոչ մեկ չի ուզում հնազանդվի։ Իսկ հնազանդությունը, դա գիտեք ինչ, մարդու համար ամենադժվարանցելի բարիերն է, որովհետև եթե դու ուզենաս հնազանդվես Տեր Հիսուսին, առաջինը դու պիտի հրաժարվես քո եսից։ Եթե դու պիտի ուզենաս հնազանդվես այս խոսքին, դու պիտի ընդունես բոլոր այն բաները, որ այստեղ գրված է։